Լեքս Ֆրիդմանի հետ հարցազրույցում Իլոն Մասկը ասել է, որ 2027-ից հետո հետդարձ չի լինի, ապա գրեթե 1 րոպե լռելուց հետո հավելել. «Սա աղետ չէ, այլ անցում»։ Վերլուծաբանները նշել են 3 թեմա, որոնց մասին խոսելիս Մասկը հատկապես ակնարկել է արհեստական բանականություն, իմաստի կորուստ եւ էներգետիկ կախվածություն։ Ամենը, ինչ նա կանխատեսել էր, արդեն տեղի է ունենում։ Առաջին նշանը ուշադրության կոլապսն է։ Մասկը կարծիք է հայտնել, որ մարդիկ կդադարեն երկարաժամկետ մտածել։ Պլանավորման հորիզոնը 30 տարուց կրճատվել է մինչև 3-ի։ Մարդիկ չեն ստեղծում, միայն թարմացնում են։ MIT-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ 2000 թվականից հետոյի սերունդը իր ուշադրությունը կարող է պահել ընդամենը 8 վայրկյան։ Մասկը այն անվանել է մշակութային Ալցհեյմերի հիվանդություն։ Երկրորդ նշանը արհեստական բանականությունն է, որը դադարելու է ենթարկվել մարդուն։ Երբ համակարգը սկսի ուղղել մարդուն եւ ոչ թե հակառակը, գծային տրամաբանությունը կավարտվի, ասել է Մասկը։ Արդեն այսօր ալգորիթմներն են կառավարում ուշադրությունը, ընտրում զուգընկերներին, սնունդը եւ մտքերը։ Սա կլինի ոչ թե մեքենայի ապստամբությունն, այլ ընտրության ազատության լուռ կորուստ։ Երրորդ նշանը քաղաքակրթության էներգետիկական կախվածությունն է։ Մարդը ավելի քիչ է կարողանում դիմանալ առանց էլեկտրաէներգիայի անգամ 1 օր։ Երբ էներգիան դառնա արժույթ, այն վերահսկելը կդառնա գերիշխանություն։ Մասկը կարծում է, որ մինչև 2027 թվականը մարդ էներգիայի հարաբերակցությունը կփոխի եւ այն ամենը, ինչ ավտոմատ չէ, կանհետանա։ Ելքը մեկն է՝ վերադարձ իմաստին։ Տեխնոլոգիան մեզանից ավելի հզոր է, բայց ոչ ավելի խելացի։ Քանի դեռ մենք նպատակներ ունենք, մենք ալգորիթմներ չենք, կրկնել է Մասկը, ապա հավելել. «Մենք պետք է հասցնենք սովորել մարդ լինել ավելի վաղ, քան համակարգերը կսկսեն ամեն ինչ անել մեզ համար եւ ղեկավարել մեզ»։